Հիշենք իմաստուն և աստվածասեր Աբգարին, որը հայոց թագավորն էր։ Նա տարիներ շարունակ տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Լսելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կատարած բժշկությունների ու հրաշքների մասին, նամակ է գրում նրան. «Տեր Հիսուս, եկ բուժիր ինձ, քանզի դու ես քեզ հավատացողների բժիշկը»։ Եվ Աբգարը խնդրում է Քրիստոսին, որ եթե նա չկարողանա գալ, ապա թող գոնե դիմանկարը ուղարկի։ Հիսուս պատասխանում է. «Երանելի ես դու Աբգար, որ չտեսար ինձ, բայց հավատացիր։ Իմ համբարձումից հետո առաքյալներիցս մեկը կգա ու կբուժի քեզ»։ Ապա իր աստվածային դեմքը հպում է դաստարակին ու նամակի հետ ուղարկում Աբգարին։ Ստանալով դաստարակը, թագավորը երկրպագում է Հիսուս Քրիստոսի պատկերին և հետո հույսով ու համբերությամբ սպասում նրա խոստման կատարմանը։ Տիրոջ համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, Աբգարի թագավորություն ու բուժում ոչ միայն նրան, այլև բոլոր հիվանդներին։ Թադեոսը քարոզում է նրանց Տիրոջ ավետարանը, մկրտում թագավորին, պալատականներին և բոլոր եդեսացիներին։ Մինչև Թադեոսի քարոզելը եդեսացիները ճշմարիտ Աստծուն սիրելու, աղոթելու և երկրպագելու փոխարեն խոնարհվում էին կուռքերին, որոնք արձաններ էին և ունեին կենդանու կամ մարդու տեսք։ Նրանք կուռքերից խնդրում էին անձրև, տաք եղանակ, առատ բերք։ Թադեոսը քանդեց այդ արձանները և կառուցեց եկեղեցի, որը նվիրված էր Սուրբ Աստվածամորը։ Բոլորը, մեծից փոքր, իշխաններն ու պալատականները, հասարակ ժողովուրդը ոգևորված օգնում էին շինարարներին, հասկանալով, որ մասնակից են աստվածային գործի։ Եկեղեցին կառուցվեց։ Այն շատ գեղեցիկ էր, ուներ գմբեթ ու զանգակատուն, սակայն դեռևս չուներ հոգևոր սպասավորներ, քահանաներ և սարկավագներ։ Եվ քանի որ Հիսուս իր աշակերտներին պատվիրել էր ավետարանը քարոզելուց բացի նաև եկեղեցու սպասավորներ պատրաստել, Թադեոս առաքյալը այդ պատվիրանը ևս կատարեց։ Տիրոջ կանչով նրա մոտ եկան աստվածասեր մարդիկ, որոնք ցանկացան իրենց կյանքը նվիրել Հիսուսին ու նրա ստեղծած եկեղեցուն։ Թադեոսը մեծ ցնծությամբ ձեռնադրեց այդ հավատավոր մարդկանց, և նրանք դարձան բարեպաշտ ու խոնարհ քահանաներ։ Դրանից հետո Եդեսիայի բնակիչները մեծ ուրախությամբ մասնակցում էին սուրբ պատարագներին և ճաշակում Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, հացն ու գինին։ Այդպիսով Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձավ Հայաստանի ամենաառաջին քրիստոնեական տաճարը։ Թադեոս առաքյալը, տեսնելով, որ քաղաքն ապրում է Քրիստոսի հավատով, գոհություն տվեց Աստծուն, օրհնեց թագավորին ու հավատացյալ ժողովրդին։ Թադեոս առաքյալը գնաց քարոզելու և եկեղեցիներ կառուցելու Հայաստան աշխարհի մյուս բնակավայրերում, սակայն շատ չանցած Աբգար թագավորը մահացավ, և նրա գահին նստեց Սանատրուկը։ Թադեոսը շարունակում էր իրագործել իր առաքելությունը։ Նա իր հետ բերել էր այն գեղարդը, որով խաչի վրա խոցել էին Հիսուսի կողը։ Սուրբ գեղարդով առաքյալը բազում հրաշքներ էր գործում, բուժում էր հիվանդներին, բորոտներին, կաղերին։ Այդպես շատերը հավատի էին գալիս ու պաշտում Տիրոջը, սկսում էին բարիք գործել։ Սանատրուկ թագավորը լսել էր Թադեոսի մասին, բայց Աստծուն չէր հավատում։ Նա մի նոճար դուստր ուներ, Սանդուխտը։ Աղջիկը, իմանալով Քրիստոսի առաքյալի մասին, գիշերով գալիս է նրա մոտ լսելու Սուրբ Ավետարանի խոսքերը։ Այդպես նա դարձի եկավ
և մի քանի օրից մկրտվեց։ Երբ սանդուղքը մկրտվում էր, մի զարմանալի հրաշք եղավ։ Երկնքից լույս իջավ նրա վրա և լույսի միջից լսվեց հրեշտակի ձայնը. «Այսուհետ զվարճացիր և ուրախ եղիր, երկնավոր Փեսայի բարի հարս»։ Շատ մարդիկ, որ ականատես էին հրաշքին, հավատացին Քրիստոսին և իրենք էլ մկրտվեցին։ Լսելով կատարվածի մասին, Սանատրուկը շատ բարկացավ։ Նա այնքան էր չարացել, որ հրամայեց նրանց բոլորին սպանել։ Բայց այդ սպանությունը առիթ դարձավ, որ ավելի շատ մարդիկ մկրտվեն, քանի որ սպանվածների մարմինները լուսավորվել էին երկնքից իջած լույսով։ Այդ դեպքերից հետո ինքը Հիսուս Քրիստոս երևաց Թադեոսին ու ասաց. «Ամուր մնա, Թադեոս, քանզի ես քեզ հետ եմ, բայց շատ նեղություններ ես ունենալու և քո խոսքը շատերն են արհամարհելու, բայց ես կընդունեմ քեզ հորս տանը երկնքի արքայության մեջ»։ Թադեոսը, որ ծնկած և երկյուղած լսում էր Հիսուսին, պատասխանեց. «Տեր իմ, ես շատ եմ ուզում հասնել երկնային արքայությանը, լինել քո կողքին»։ Հիսուս ասաց. «Ուրախ եղիր, քանի որ քո ցանկությունը անպայման կկատարվի»։ Շուտով Սանատրուկը հրաման տվեց Թադեոսին և սանդուղքին պալատ բերել։ Նա դիմեց իր աղջկան ու ասաց. «Մի՞թե դու ինձ այլևս չես սիրում, չէ՞ որ ես քո հայրն եմ, հրաժարվիր քո մոլորությունից, երկրպագիր մեր կուռքերին, Թադեոսը խաբեբա է, լսիր իմ խոսքը»։ Սակայն սանդուղքը անդրդվելի էր։ Նա նայեց հորն ու պատասխանեց. «Ոչ, այդ մարդը, որին խաբեբա ես անվանում, ինձ ցույց տվեց ճշմարտությունը, այն ճանապարհը, որ տանում է դեպի լույս, դեպի Աստծո գիտությունը»։ Սանատրուկը ընդհատեց աղջկան, նա այլևս չէր ուզում լսել։ Թագավորի բարկությունը սահման չուներ, և նա հրամայեց սպանել իր միակ աղջկան։ Սանդուղքը նահատակվեց հանուն Քրիստոսի։ Ամբողջ ժողովուրդը, հավատացյալ և անհավատ, ողբում էր տեսնելով կույսի մահը։ Սակայն կրկին հրաշք կատարվեց, որը մխիթարեց սգավորներին։ Երկնքից լույսի սյուն իջավ սանդուղքի վրա, և նրա մարմինը սկսեց բուրել անուշահոտությամբ։ Եվ կրկին ի հակառակ դաժան և անհավատ թագավորի, հրաշքին ներկա մարդիկ դիմեցին Քրիստոսին և խնդրեցին Թադեոսին մկրտել իրենց։ Այդ գիշեր առաքյալը մեծ ջերմեռանդությամբ մկրտեց բոլորին։ Սուրբ Թադեոսը հրաշքներ է գործում։ Սիրելիներ, այսօր մենք կշարունակենք պատմել Սուրբ Թադեոս առաքյալի Հայաստան աշխարհում նրա քարոզչության և նահատակության մասին։ Դուք արդեն գիտեք, որ առաջին քրիստոսասեր արքան Աբգարն էր։ Նա, որ նստում էր Եդեսիայում, առաջինն էր աշխարհի բոլոր թագավորներից, որ հավատաց Հիսուս Քրիստոսին, և իր անկեղծ ու մաքուր հավատի համար էր, որ բժշկվեց ծանր հիվանդությունից Թադեոս առաքյալի ձեռքով։ Աբգարի մահից հետո Թադեոսը շարունակում էր քարոզել Հիսուս Քրիստոսի լույս ավետարանը, բժշկել, ձեռնադրել և եկեղեցիներ կառուցել Հայաստանում։ Շուտով հավատացյալ թագավորին փոխարինեց կռապաշտ Սանատրուկը։ Նա երկրպագում էր ոչ թե Արարիչ Աստծուն, այլ անշունչ ու անկարող արձաններին։ Երբ Սանատրուկն իմացավ, որ իր միակ դուստրը Սանդուղքը մկրտվել ու դարձել է քրիստոնյա, դաժանաբար սպանել տվեց նրան։ Բայց երբ սպանված Սանդուղքի մարմինը անուշահոտություն բուրեց, և երկնքից լույսի սյուն իջավ նրա վրա, շատերը հավատացին Հիսուսին և խնդրեցին Թադեոսին մկրտել իրենց,
Եվ այդ գիշեր առաքյալը մկրտեց բոլոր նորադարձներին։ Դրանից հետո նրան բռնեցին ու տարան Սանատրուկի պալատ։ Թագավորը տեսնելով առաքյալի սուրբ եւ առաքինի տեսքը, ապշեց եւ մեղմ ձայնով դիմեց նրան. «Ինչու իմ գեղեցիկ դստերը հեռացրիր ինձանից»։ Թադեոսը պատասխանեց. «Քեզանից հեռացրի եւ նվիրեցի Աստծուն, քանզի դու կռապաշտ ես։ Ամենաստեղծ Աստծո փոխարեն պաշտում ես ձեռագործ արձաններին։ Քո դուստրը Սանդուխտը այժմ երկնքում է Քրիստոսի կողքին, քանի որ սրբացավ նահատակվելով քո իսկ հրամանով։ Նա պիտի ապրի հավիտյան երկնքում բնակվող բոլոր սուրբերի հետ միասին»։ Լսելով Թադեոսի պատասխանը, Սանատրուկը այնպես բարկացավ, որ անմիջապես հրամայեց առաքյալին նետել կատաղի առյուծների առջև, որպեսզի հոշոտեն նրան։ Սակայն երբ Թադեոսին գցեցին առյուծների մոտ, կատարվեց հերթական զարմանալի հրաշքը։ Առյուծները նրան պատառ անելու փոխարեն մոտ եկան եւ սկսեցին լիզել սուրբի ոտքերը։ Տեսնելով, որ Թադեոսը անվնաս է մնում, դաժան դահիճները նրան շղթայակապ արեցին ու գցեցին կրակի մեջ։ Սուրբը երկինք նայեց ու օգնություն խնդրեց Աստծուց։ Անմիջապես ուժգին հողմ բարձրացավ, քամին պտտվեց, կրակն իր մեջ առավ ու լցրեց անօրենների վրա, որ տանջում էին Թադեոսին։ Նրանցից շատերը այրվեցին, մի մասն էլ սարսափահար փախավ այս ու այն կողմ, նրանց հետ նաև Սանատրուկը։ Մարդիկ տեսնելով, որ Թադեոսը ողջ եւ առողջ է, բոլորովին անվնաս, միաբան խնդրեցին, որ նա իրենց էլ մկրտի, քանի որ համոզվեցին տեսնելով Աստծո ամենակարող զորությունը, որը փրկեց առաքյալին։ Նրանց բազմությունը ձեռքերը երկինք պարզած կրկնում էր. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, փառք նրան, հազար փառք»։ Տիրոջ առաքյալը մկրտեց նրանց, ապա ծնկեց ու աղոթեց նրանց համար. «Ով Տեր Հիսուս, Աստված բոլորի, մի թող այս մարդկանց, որոնք հավատացին քեզ, այլ հովվիր եւ զորացրու քո սուրբ սիրով»։ Եվ ապա ավելացրեց. «Այժմ ինձ էլ ընդունիր քո կողքին Տեր իմ»։ Մկրտված հավատացյալները չէին հեռանում առաքյալի մոտից։ Նրանք գիտեին, որ Թադեոսը շուտով նահատակվելու է։ Եվ իրոք, եկան Սանատրուկի զինվորները, նորից բռնեցին սուրբին ու այս անգամ ժայռը բարձրացրեցին, որպեսզի սպանեն։ Ժայռի վրա անսպասելի բան կատարվեց։ Չգիտես ինչու Թադեոսի փոխարեն սպանեցին Դաղճի եղբորը, մի շատ բարի մարդու, որը ճշմարիտ քրիստոնյա էր, հոգատար աղքատների, որբերի եւ այրիների հանդեպ։ Թադեոսը անչափ տխրեց, քանի որ շատ էր սիրում նրան։ Նա արցունքն աչքերին դիմեց Տիրոջը եւ խնդրեց. «Ով Հայր մեր, Տեր Հիսուս Քրիստոսի, նայիր երկնքից այս մեռյալին ու կենդանացրու, որպեսզի բոլորը տեսնեն ու իմանան, որ դու ես բոլորի Աստվածը, ողջերի ու մեռածների Տերը»։ Հետո բռնեց մեռյալի ձեռքն ու ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, վեր կաց»։ Ժողովուրդը շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու։ Եվ Տերը անպատասխան չթողեց իր առաքյալի խնդրանքը։ Մեռյալը հարություն առավ, կանգնեց ողջ եւ առողջ, կարծես ոչինչ չէր պատահել։ Տերը կրկին հրաշագործեց, որպեսզի մարդկանց դարձի բերի, ստեղծի իր եկեղեցին։ Թադեոսը մոտեցավ իր սիրելիներին, օրհնեց ու համբուրեց նրանց, եւ պատրաստվելով նահատակության, տվեց իր վերջին խրատը. «Իմ թանկագին եղբայրներ, միշտ հիշեք, որ Հիսուս մեզ սովորեցրեց սիրել Աստծուն, սիրել եւ օգնել միմյանց։ Եթե փոքրիկ ցավ ունենաք, համբերեք, քանի որ Հիսուս շատ ավելի ծանր ցավերի համբերեց ու դիմացավ մեր փրկության համար։ Եթե ձեզ որևէ մեկը վշտացնի, ներեք նրան։ Հիշեք,
Հիսուս մահվանից առաջ խնդրեց հորը, որ ների իրեն խաչողներին, որովհետև Տերը բոլորին է սիրում։ Ժողովուրդը լսելով այս խոսքերը ցնծաց։ Մարդիկ ցնծում էին, որովհետև հաստատ գիտեին, որ այլևս չեն խոնարհվելու մեռած արձաններին, այլ պիտի պաշտեին ու աղոթեին երկնավոր Հորը, Տեր Հիսուս Քրիստոսին։ Բայց երբ Թադեոսը հրաժեշտ տվեց նրանց ասելով. «Գնացեք խաղաղությամբ և Տերը թող ձեզ հետ լինի», ժողովուրդը ողբաց։ Հիսուսի առաքյալը նահատակվեց դահչի սրով, նրա մարմնին լույս իջավ, հանկարծ երկիրը ցնցվեց, ժայռը, որի վրա սպանվել էր Թադեոսը, պատռվեց ու իր մեջ առնելով Սուրբի մարմինը նորից փակվեց։